Հայոց այբուբենի հուշարձան համալիրը, առավել հայտնի որպես Տառերի պուրակ, կառուցվել է 2005 թվականին Հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։ Հուշարձանի նախագծի հեղինակը հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանն է։ Հուշարձանը գտնվում է բաց երկնքի տակ Արտաշավան գյուղում, Արագած լեռան արևելյան լանջին։ Հուշարձանը ընդգրկում է Հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները, որոնք բոլորը պատրաստված են տուֆից։ Հայոց գրերը ստեղծվել են լեզվաբան և եկեղեցական առաջնորդ Մեսրոպ Մաշտոցի կողմից 405 թվականին։ Նրա նպատակն էր հայերին հասանելի դարձնել Աստվածաշունչը և ամրապնդել քրիստոնեության տարածումը։ Մաշտոցյան այբուբենը ստեղծման օրվանից մինչ այսօր գործնականում փոփոխության չի ենթարկվել, քանի որ իր տեսակի մեջ կատարյալ է։ Տառերի պուրակի տարածքից բացվում է տեսարան դեպի Սուրբ Խաչը, որը տեղադրվել է 2012 թվականին։ Այն կազմված է 1711 մեծ ու փոքր մետաղական խաչերից, խորհրդանշելով այն տարիների քանակը, ինչքան քրիստոնեությունը հանդիսանում է Հայաստանի պետական կրոն։ Խաչի բարձրությունը 33 մետր է։ Հիսուս Քրիստոսի խաչվելուն համապատասխան տարիքը։ Յուրաքանչյուր տարի համալրվում է ևս մեկ խաչով։ Մաշտոցյան գրի ստեղծումից հետո հայերեն տառերը օգտագործվել են ոչ միայն որպես գրանշաններ, այլև որպես թվանշաններ։ Սկզբնապես այբուբենը բաղկացած էր 36 տառերից, իսկ հետագայում միջին դարերում այն լրացվել է ևս 3-ով, դառնալով 39 տառ։ Օշականի մասին հետաքրքիր փաստ էր։ Օշականը պատմական խոշոր գյուղ է Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում։ Այն հայտնի է որպես Հայոց այբուբենի ստեղծող Սուրբ Մեսրոպ Մաշտոցի վերջին հանգրվան և հանդիսանում է հայ ժողովրդի ամենանվիրական մշակութային ու հոգևոր կենտրոններից մեկը։ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին կառուցվել է 1873-ից 1879 թվականներին Գևորգ Կաթողիկոսի կողմից 440 թվականին Վահան Ամատունի իշխանի հիմնադրած դամբարանի վրա։ Մաշտոցի տապանաքարը գտնվում է եկեղեցու ավագ խորանի տակ։ Եկեղեցու բակում կանգնեցված են հայերեն տառերը պատկերող գեղաքանդակ խաչքարեր, իսկ գյուղի մուտքի մոտ տեղադրված է բացված գրքի տեսքով հուշարձան, կառուցված 1962 թվականին։ Օշականի կամուրջ։ Քասախ գետի վրա գտնվող 5 ականոց կարմիր տուֆից կառուցված կամուրջ, որը թվագրվում է 1706 թվականին և գործում է մինչ օրս։ Դիդիկոնտ բլուր և ամրոց։ Բլրի գագաթին հայտնաբերվել են մ.թ.ա. 7-ից 5-րդ դարերի ուրարտական կիկլոպյան ամրոցի և պալատական համալիրների ավերակներ։ Առաջին հիշատակումը։ Օշականը որպես բերդ առաջին անգամ հիշատակել է Փավստոս Բուզանդը 4-րդ դարի իրադարձությունների կապակցությամբ։ Օշականը հնուց ի վեր հայտնի է իր բերրի հողերով, մրգատու այգիներով, հատկապես խաղողագործությամբ և գինեգործության հարուստ ավանդույթներով։ Գյուղի հին թաղամասերն ու կոլորիտային բակերը հաճախ են ծառայել որպես հայկական հայտնի ֆիլմերի նկարահանման հրապարակ։ Ըստ ավանդության, Նոյ Նահապետը ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականը ջրից ազատված և բացականչում են՝ «Օշական», որը նշանակում է «Երանի մեր աչքերին»։